Պարոն Արոյան, ապրիլի 24-ի մասով ինչ ունենք, ոնց են կազմակերպական աշխատանքներ ընթանում։ Պարոն քաղաքապետ, ապրիլի 13-ին ստորագրվել է Երևանի քաղաքապետի կարգավորող որոշումը, ապրիլի 24-ին ընդառաջ քաղաքապետարանի եւ ոչ ենթակա կազմակերպությունների, մատակարար ընկերությունների, ոստիկանության ծառայություններին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Ապրիլի 14-ին տեղի ունեցել խորհրդակցում Ծիծեռնագավերթի հուշահամալիրում քաղաքապետարանի բոլոր կառույցների, մատակարար ընկերությունների ներկայացուցիչների եւ երկու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի մասնակցությամբ։ Տրվել են ըստ որոշման համապատասխան հանձնարարականները բոլորին, միաժամանակ նույն օրը խորհրդակցություն ենք իրականացրել պետական արարողակարգի ծառայության հետ, հստակեցրել մեր անելիքները։ Ըստ այդմ 3 կատարած շրջայցի արդյունքում Ծիծեռնագավերթի հուշահամալիրի տարածքում պարոն քաղաքապետ արձանագրվել է հետևյալը. Տրանսպորտի վարչության կողմից ամբողջովին 3 երեկոյան ավարտեցին տարածքի անհրաժեշտ գծանշման աշխատանքները։ Շինարարության բարեկարգման վարչության կողմից իրականացվել են տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Երկհաղլույս ընկերությունը ամբողջությամբ գույքագրել է ցանցը, վերականգնել, ստուգել մալուխային ցանցը, ներկել հենասյուները եւ պատրաստ է շահագործման ամբողջ համակարգը։ Կանաչապատման աշխատանքները թերևս ծավալուններից մեկն էին, գրեթե 80%-ով ավարտված են ամբողջությամբ երեկվա դրությամբ, պարոն Բեգոյանի հետ քննարկել ենք, ամսի 23-ի օրվա վերջ կավարտեն երեկոյան 22:00-ին կավարտեն ծաղկապատման աշխատանքները։ Մշակույթը եւ ձևավորումը, բեմի տեղադրումը կիրականացվեն ամսի 22-ին պարոն Սարգսյանի հսկողության տակ է ամբողջ այդ կտորը, այդ բլոկը եւ 3 երեկոյան ավարտեցին ձևավորման, կահավորման բոլոր աշխատանքները, բացառությամբ որոշ դետալների տեղադրման, պարոն քաղաքապետ, դրանք պետք է տանք ոստիկանության հսկողության ամսի 22-ի երեկոյան։ Դրա համար ամսի 22-ին կտեղադրեն դրանք, որպեսզի ոստիկանության կողմից իրականացվի հսկողություն։ Վիոլա ջուր ընկերության կողմից անհանգույցները կարգի են բերվել, ապահովել է անխափան ջրամատակարարում, ցայտաղբյուրների կարգաբերումը կավարտվի 2 օրվա ընթացքում։ Բոլոր ցայտաղբյուրների ամբողջ այդ տարածքի շրջակայքի։ ԵԱՍՄ հիմնարկը ամբողջ դիսլոկացիոն սխեման պատրաստ է, տեղում իրականացրել ենք ուսումնասիրությունը, նախորդ տարվա ռեժիմով պարոն քաղաքապետ կիրականացնի ծառայություն ամբողջ այդ տարածքում։ Առևտուր եւ հասարակական կարգի պահպանության ծառայություն պարոն Բաբանի կողմից իրականացվել է ուսումնասիրություն ամբողջ տարածքի, սխեման ունի ողջ հատվածը, ներառյալ բերող փողոցները, Կիևյան, Ատենքի փողոց, Ծիծեռնագավերթի խճուղի, Քրքրքորյան, Հալաբյան, այս հատվածները վերցված է հսկողության տակ, ծաղկի վաճառքը կանոնավոր կազմակերպելու համար եւ առևտրի այլ տեսակներ բացառապես արգելելու ուղղությամբ։ Պարոն Բաբանը իր անելիքը հստակեցրել է եւ պարոն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ օրն է Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից իրականացվում է անցումի բարեկարգման, բարելավման աշխատանքներ, երկհաղլույս ընկերությունը կապահովի լուսավորությունը եւ ամսի 24-ի լույս առավոտին արդեն պատրաստ կլինի տարածքը ծաղկի առևտուր իրականացնելու համար։ Բոլոր աշխատանքները պարոն քաղաքապետ իրենց ավարտը կունենան ապրիլի 23-ին 23:00 ես ձեզ կզեկուցեմ ավարտի մասին, վստահեցնում եմ, որ մեր կառույցները բոլորը համատեղ իրենց պարտավորությունը կկատարեն 100%-ով եւ աշխատանքները մենք կշարունակենք ԵԱՍՄ-ի գծով մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Արոյան, իրականում Ծիծեռնագավերթի հուշահամալիրում իրականացվող նախապատրաստական աշխատանքները կարևոր են եւ մենք պետք է պատշաճ պատրաստված լինենք ապրիլի 24-ի միջոցառումներին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։